Ողջույն։ Երեք աչքովս ընկավ բարձր տեխնոլոգիաների ԿՊԱ-կան նախարարը ասուլիս էր տալիս, ինչ որ արհեստական բանականության գործարանից էր խոսում, ինչ որ 4 միլիարդ դոլարի ներդրում են իբր բերելու աննախադեպ մեգանախագիծ Firebird ընկերության կողմից։ Վերջերս Նիկոլն էր դա գովազդում, նախընտրական շրջան, ամեն ինչ կլսեք իշխանությունից, միլիարդների ներդրումների խոստում, բայց ժողովուրդ ջան, ամենակարևորը, սրանք, այս մարդիկ, ԿՊ-ն, կարող է դա անել, թե չի կարող։ Իմ խորին գնահատականով բացառված է։ Ինչու եմ ասում բացառված է, որովհետև ինքս առանձնացրել եմ սրանց խոստումները։ Ու չկա մեկ խոստում, որի դիմաց պտիչկա դնեմ, պլյուս դնեմ ու ասեմ, այս մեկը կատարել են։ AI գործարան բացողը, հիշում եք, չէ, ասում էր Հայաստանի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները, ոչ թե բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում գործողները կամ հանքերը։ 7 տարի հետո ովքեր են խոշոր հարկատուները մեր երկրում։ Հեռախոս վաճառողը, սիգարետ արտադրողները, հանքերը, բանկերը, գազը, on-line կազինոն։ Օրերս Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցի ժամանակ էլի խոստացան մի 9 միլիարդ դոլարի ներդրում։ Ընդամենը ժամեր անց պարզվեց, որ սուտ է, սխալ են թարգմանել, ըստ երևույթին, որպես նախընտրական տեխնոլոգիա, դեռ մի բան էլ մենք պետք է ինչ-որ տեղից գտնենք ու վճարենք 9 միլիարդ դոլար։ Մեզ հարց են տալիս, վատ է, որ նոր ատոմակայան ենք ունենալու, մոդուլային։ Ով է ասում վատ է, հոյակապ է, 10 հատ սարքեք։ Մենք չենք ասում վատ է, մենք ասում ենք դուք չեք կարող, դուք այն իշխանությունը չեք, որ նման մեգանախագիծ անեք, դուք մի հատ տոպրակի բարեփոխում չեք կարողացել անել, 2018-ից ամեն օր խոստացել եք ատոմակայան սարքել, 8 տարի հետո անգամ տեղը չեք որոշել, կուզենամ անկեղծ ատոմակայան կառուցեք, հոսանքնել այնքան շատ արտադրեք, որ աշխարհի կեսի վրա ծախեք, հարցը այն է, դուք ԿՊ-ն կարող է։ Ձեր աշխատանքին լավ ծանոթ լինելով վստահ ենք, որ 9 միլիարդ դոլար պարտ կշալակեք, ատոմակայան չեք սարքի, բայց շատ հնարավոր է գործողնել փակեք։ Ձեզնից դա է հավատալու։ Ասում է առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն։ Հարց է. վատ է, որ Նիկոլը դրոնները ձեռք բերելու։ Այդ չուզողներ։ Շատ լավ է։ Կասեի իդեալական է, թող Նիկոլը Ամերիկայից դրոններ էլ բերի, F-16 կործանիչներ էլ ու բոլոր նորագույն զենքերից մի քանի զույգ։ Հարցը այն է, դուք այն իշխանությունն եք, որ կարողանաք բանակը զինել։ Դուք այն իշխանությունն եք, որ կարողանաք ԱՄՆ-ից հետախուզական անօդաչուներ բերել ու համոզել Իրանին, որ դրանք իր տարածքը հետախուզելու համար չեն։ Դուք դեռ չեք կարողացել համոզել, թե թրիփը ոչ թե թուրք-ադրբեջանական շահ է սպասարկում, այլ հայկական։ Դուք այս պահին չեք կարողացել հենց թեկուզ փաստաթղթերով այնպիսի նախագիծ անել, որ Հայաստանը օգուտ ունենա, մեր բարեկամ երկրներն էլ չնեղանան։ Երբ Նիկոլը եթերում ասում է, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու տրամաբանության մեջ, մենք լիք իրավունք ունենք ասելու ստում եք։ Չէ՞ որ հենց դրա համար 12 միլիոն եվրո խոստացան է մեր աչքի առաջ։ Այո, ես ուզում եմ, որ դու լավ հարաբերություններ ունենաք համ ԱՄՆ-ի հետ, համ Ռուսաստանի հետ, համ Եվրամիության հետ, համ Թուրքիայի հետ, Չինաստանի, Իրանի հետ, բայց դուք այդ կառավարությունը չեք, ոչ այդ թափը ունեք, ոչ այդ դուխը ունեք, ոչ էլ առավել ևս այդ խելքը ունեք։ Դուք չեք կարող, ձերը հակադրություններն են, որովհետև ձերը կամն է, մեկի հաշվին մյուսի հետ հարաբերությունն է։ Եթե մեկի հետ լավ եք, ուրեմն մյուսի հետ թշնամանալու դիմաց է։ Մոսկվայից մեկ օր առաջ դառնում եք թույն ռուսամետ, գնում ասում եք մենք, ձեր դեմ, ինչ եք ասում, գալիս եք, այստեղ դառնում եք երթվյալ հակառուս։ Կամ ասում են Պակիստանի հետ դիվանագիտական կապեր հաստատեցինք։ Շնորհավորում եք հայ ժողովրդին, մեկ օր անց մեզ դեմ եք քվեարկում, այսինքն ձեր ստեղծած բարեկամություն անգամ մի օր չի աշխատում։ Ու հիմա մեզ համոզում եք, թե Ամերիկայի հետ մեգանախագծեր եք անելու ու հետն էլ ինքնիշխանություն ապահովեք։ Դուք անընդհատ վթարի եք ենթարկվում աշխարհաքաղաքական այդ խաչմերուկներում։ Սրանք բանակցել են խաղաղության շուրջ, բերել են պատերազմ, նախագահել են հապկում, թշնամացել են հապկանդամների հետ, ասել են Ռուսաստանի հետ մեգանախագիծ ենք անում, դարձել են հակառակորդ։
Հիմա էլ ասում են, հələ տեսեք Ամերիկայի հետ ինչեր են կանելու։ Եվրամիությունն էլ հələ մտնում ենք այդ հələ մի կողմ։ Չեմ հավատում։ Չեք կարող։ Այն օրը ասում են Թուրքիայի հետ սահմանը որքան հնարավոր է շուտ կբացենք։ Բացեք, բայց դուք այն իշխանությունն եք, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը չդարձնի նոր աջարյա։ Փաստերով ենք խոսում, ժողովուրդ ջան, մեր գլխին եկածով ենք խոսում։ Սրանք երկրի ներսում չեն կարողանում մի նորմալ բան սարքել, ինչպես հավատանք միջազգային ասպարեզ ելնելու։ Պարզ օրինակ եմ բերում։ Միայն մեկ օրում Դավիթ Հաշենի կամրջի վրա մարդաբոյ փոսերի պատճառով ջախջախվել է 8 ավտոմեքենա։ Մի կամրջի վրա չեն կարողանում ասֆալտ փռել սրանք։ Պատկերացնում եք ինչ է նշանակում կամրջի վրա մեծ փոսեր։ Վաղն էլ հնարավոր է լսես, որ կամրջի փոսից ավտոն ընկել է ձորը։ Ավինյանը կասի, աղի պարկը այդտեղ ենք դրել քայքայեց։ Ասել են, ժողովուրդ, մեզ ընտրեք, սաղ երկիրը ասֆալտապատենք։ Ընտրվել են, մի քանի միլիարդ դոլար վարկ են վերցել ու արած ասֆալտը դիմանում է մինչև ձմեռ։ Դուք խոստացել եք նվազագույն աշխատավարձը 5 տարում դարձնել 85,000։ Այդ 5 տարին վաղուց անցել է, 10,000-ով պակաս է ձեր խոստացածից։ Այն էլ ասում եք, դե 10,000-ն էլ որ ավելացնենք, չեն իմանա ինչ անեն։ Բայց փաստն այն է, որ մեր երկրում բոլորը գիտեն, որից հետո ինչ անեն, բացի ձեզնից։ Լավ էլ չթվարկեմ, վստահաբար ձանձրացակ անընդհատ լսելով այդ խոստումները։ Կարճ ասած, հեսա էլի ընտրություններ են, էլի կատարյալ ծրագիր են բերելու, լավ խոստումներ, էլի խաղաղության մասին է խոսելու, բայց ով է խելքը հացի հետ կերել, որ 3 հատ պատերազմ բերողի խաղաղության խոստմանը հավատա։ Կարևոր չէ, թե ինչքան լավ նախագիծ է, ինչ եք խոստանում, կարևոր է, թե այդ լավ նախագիծը, խոստումները ում ձեռքին է։ Սրանք բանակցային նորմալ թղթից պատերազմ են ստացել։ Անկախ պետություն, որը միջազգային ճանաչման ճանապարհին էր, ջնջել են քարտեզից։ Աշխատող կառույցները քանդել են, ու մենք ինչ ենք սպասում սրանից հետո։ Ուժեղ լավ նախագիծը պետք է անեն ուժեղ նորմալ ղեկավարները, որ ունենա երկիրը դրանից օգուտ, այլապես ձեր ուժեղ նախագծերից, մեգա նախագծերից կօգտվեն ուրիշները, հակառակորդները, թշնամին, իսկ դուք կկանգնեք դատարկ դաշտակի առաջ։ Կշարունակենք մենք մեր այսօրը, որից վստահ եմ շատ շատերդ, եթե չասեմ բոլորդ, հիասթափված եք։